Սոնա ջան, ուզում եմ, որ այսօր մի քիչ խոսանք 21 օրվա մարսողության աջակցման ծրագրի մասին։ Ինչ է էսի։ Շատ կարևոր թեմա է, ընդհանրապես մեր օրգանիզմը ինքնամաքրվող համակարգ է, բայց մենք այդ process-ին պետք է օգնենք, աջակցենք։ Եվ արդեն 46 տարի է գոյություն ունի նման մթերքներ, որի մասին միգուցե շատերը գիտեն կամ տեղյակ չեն, այս մթերքները օգնում են շատ հեշտ, շատ համեղ ըմպելիք է ստացվում եւ օգնում է այդ աջակցումը ինքնամաքրման process-ին։ Արի ցույց տանք էլի մեջի ինչա որ մարդիկ պատկերացնեն։ Դա ամենաճիշտը կլինի։ Ասենք մենք անընդհատ պատմում ենք, ասում ենք, այս է հալվե, ալոե ըմպելիքն է, խտանյութ, չէ։ Ալոե վերայից պատրաստված խտանյութ, այո։ Սա խնձորավարսակային ըմպելիքն է եւ իհարկե մեջը կա նաեւ այսպես գեղեցիկ նվեր, սա հատուկ շեյքեր է, որը հեշտացնում է պատրաստելու process-ը։ Լավ, արի երկու բառ ասա, որը ինչի համար է։ Մեր սիրով, ուրեմն այս գեղեցիկ տուփի մեջ Արտակ արդեն ցույց տվեց ալոե վերայից պատրաստված խտանյութ։ Հենց ալոե վերա տեսակը, բոլորն գիտեն ալոե բույսը ինչքան օգտակար է, բայց հենց այս տեսակ ալոե վերա առաջի հերթին իր մեջ պարունակում է թվով 100 բիոակտիվ նյութ, որը հենց մարսողական համակարգի համար է օգտակար։ Տոնը այն որ աճում է, այդ նույն բանն է։ Չէ, դա էլ է ալոե տեսակ, բայց ուրիշ ալոե եւ այն օգտակարությունը օգտակար է, բայց իհարկե ոչ այդքան։ Ես ուղղակի լսել եմ, որ բժշկության մեջ ավելի շատ հենց ալոե վերա տեսակն է օգտագործվում։ Այո, ալոե վերա տեսակը ես արդեն նշեցի իր պարունակության համար։ Ինչով է տարբերվում, սա խտանյութ է նախ, եւ բոլորը գիտեն ալոե բույսը շատ դառն է, եթե երբևիցե տերևը ձեռն տվել փորձել են, մեր մթերքի մեջ այդ դառը կոմպոնենտը ալոինը չկա։ Տեխնոլոգիական արտադրության process-ի ժամանակ հանված է մեջից։ Ինչն էլ մթերքը դարձնում է համով, նախ դառը չի, շատ մարդիկ դա հաճույքով կարան արդեն խմեն եւ նաեւ այդ ագրեսիվ ազդեցությունը ալոեն կոմպոնենտի չկա։ Դրա համար իրան կարելի է խմել միշտ երկար տարիներ ամեն օր։ Այս հարցն է որ ուզում եի տալ, ինչքան երկար կարելի է իրան խմել, որտեղ ես գիտեմ, որ օրինակ ալոե բույսը, եթե թարմ իրան օգտագործում ես, սահմանափակում կա օրվա ընթացքում, տևողության ընթացքում։ Եվ ժամանակի, այո, շատ ճիշտ գիտես, բույսը հենց այդպես անգամ եթե ալոե վերա բույսը ճարեք, չեք կարող երկար ժամանակ օգտագործել։ Մեր մթերքը ինչու երկար ժամանակ, որտեղ արդեն ասացի ալոեն կոմպոնենտը մեջը չկա, բացի դրանից օգտագործված չի այս կանանչ հատվածը տերևի, միայն մեջի դոնդողանման զանգվածը, որն էլ որ օգտակար է, զտված, մաքրված, միայն թողած է օգտակար նյութերը, այդ պատճառով երկար միշտ կարող եք օգտագործել, կոնկրետ ես 15 տարի ամեն առավոտ ամպում եմ։ Բացի դրանից 16, այո, բացի դրանից, բացի ալոե վերայից մեր մթերքի մեջ կա նաև երիցուկի էքստրակտ եւ լիմոնի հյութ հանգստացնող երից հակաբորբոքային, այո, հակաբորբոքային հանգստացնող դե ալոե բույսն էլ իր հատկություններով լիմոնն էլ երևի ավելի շատ մաքրելու էլի չէ նպաստող լիմոնն էլ եւ մաքրելու եւ դիմադրողականությունը բարձրացնելու բոլորից գիտենք վիտամին C-ով հիանալի է այս առաջին մթերքը առաջի մթերքը, որը մենք այդ 21 օրյա մաքրման ծրագրի մեջ օգտագործում ենք, երկրորդը խնձորի վարսակի ըմպելիքը, ինչ է սա, ուրեմն ինքն իր մեջ պարունակում է 6 բույսից 2 տեսակի բջջանյութ։ 6 տարբեր բույսից, ես էլ արդեն մտածում էի բանը, կարելի է վերցնել վարսակը, մեջը խնձոր կտրտել։ Չէ, շատերը տենց են մտածում, ասում են ես վարսակ չեմ սիրում, մեկ այդպես էլ են ասում, բայց սա փոշու, մանր փոշու տեսքով մթերք է, ոնց ասեցի 6 արտադրական process-ն է։ Այո, 6 բույսից 2 տեսակի բջջանյութ, ինչ է նշանակում։ Նախ բջջանյութը դա մտքերի բանջարեղենների եւ հատիկավորի այն կոշտ զանգվածն է։ Ինչի 2 տեսակ ունենք ջրում լուծվող եւ ջրում չլուծվող բջջանյութ եւ կազմակերպությունը դրա մասին հոգ է տարել այս մթերքի մեջ երկուսն էլ կան ամեն մեկը իր դերն է կատարում երկուսն էլ մակրո հատկություն ունեն օրինակ
չլուծվող բջջանյութը, օրինակ ցորենի թեփը, ինչքան էլ ինքը մանրաղացած լինի, ջրի մեջ միևնույնն է չի լուծվելու, բայց ուռչում է, վերցնելով իր մեջ ջուր, ուռչում է։ Հիմա ցորենի կոնկրետ կամ վարսակի այս դեպքում թեփը ուռչելով օրգանիզմում վերցնում է իր վրա ինչքան արգասիքներ կան, ծանր մետաղներ, ավելնորդ ճարպեր եւ խոզանակի դեր է տանում։ Խոզանակի դեր, մաքրելով աղեստամոքսային տրակտը, ձևավորելով կղանքային մասաները, դա կարևոր։ Իսկ ջրում լուծվող բջջանյութը բացի որ մաքրող ազդեցություն ունի, օրինակ ջրում լուծվող բջջանյութ խնձորի պեկտին, այն խնձորի միջուկը որ կա, հա, կամ նարնջի պեկտին։ Նաև դրանք հանդիսանում են մեր աղիների միկրոֆլորայի համար սննդային միջավայր։ Գիտեիք դրա մասին։ Այնտեղ մեր աղիներում մեր աղիներում միլիարդավոր բակտերիաներ կան, մարդիկ հաստատ դրա մասին լսած կլինեն, կենդանի էակներ, այսպես ասած, որոնք մեծ դեր են կատարում, եւ նրանք պետքա սնունդ ստանան, այն սնունդից, որը մենք ուտում ենք, որպեսզի իրանց ֆունկցիան ոչ ամեն ինչն է մեր ուտելիքի մեջ, սնունդ հանդիսանում այդ բակտերիաների համար, իրանց կոնկրետ այդ բջջանյութը լավ սնունդ որպես այդ բջջանյութը որպեսզի նրանք զարգանան, նրանց քանակը լինի բավարար եւ իրանք ֆունկցիան կատարեն։ Այս ամենասա ինքը շատ համով է։ Շատ համեղ է, իրան երբ ջրի մեջ խառնում ես, նախ ոնց որ խնձորի հյութ խմես, իրականում քաղցրասերները միանշանակ երկուսը իրար հետ շատ համեղ է ստացվում։ Այն մեկը թթու է, էսի քաղցրը, քաղցրը թթուի հետ, ես շատ եմ սիրում։ Դա, արի հաջորդ բանը, հա։ Իսկ ինչի 21 օր։ Կամ Ինչի 21 օր, իրականում այսպիսի հետազոտություններ տարբեր եղել են, որոնք ցույց են տվել, որ 21 օրվա ընթացքում մարդը փոխում է իր սովորությունները։ Եթե 21 օր մենք սկսում ենք ճիշտ քայլեր անել, օրինակ առավոտը վեր կանալ, ջուր խմել, նախաճաշ անել եւ այլն։ Ես կասեի ոչ թե փոխում է կներես որ ընդհատեցի, բայց նոր սովորություններ ձեռք բերելու հնարավորություն է ստանում։ Գոնե 21 օր անհրաժեշտ, դրա համար փոխելը շատ դժվար է։ Բայց նոր ձեռք բերելը ավելի հնարավոր է։ Այո, համաձայն եմ։ Գոնե ձեռք բերել այդ սովորությունները, որտեղ իրականում փոխելու համար բավականին ժամանակ անհրաժեշտ, դա էլ ինդիվիդուալ։ Օրինակ, եթե ես իմ մասին խոսեմ, դա գրեթե տարիներ է տևել, մի քանի տարի։ Դե նայած ինչ սովորություն։ Այո, նայած ինչ սովորություն է։ Դրա համար 21 օր, 21 օր այս ամբողջ երկու մթերքը, հա, մենք կոնկրետ ասում ենք ոնց օգտագործել, բավարարում է 21 օր։ Ես գիտես 21 օրի մասին նաև ինչի հարցեցին, օրինակ, ասենք մարդը երբ որ նայում է 21 օրվա աջակցման ծրագիր, ու կարա տենց մի հատ միտք առաջանա, որ 21 օրը վերջացավ, էլ պետք չի օրգանիզմին աջակցել, էլ պետք չի իրան բջջանյութ տալ, սա լավ է։ Կարելի է չմաքրել օրգանիզմը։ Հա, ասենք տունը մի անգամ որ ասում է ուբորկեն արեցինք, հավաքեցինք ու կարանք մի 10 տարի ձեռ չտանք։ Տենց է թե քիչ տենց։ Ոչ, իհարկե, այդպես չի։ Ես միշտ ասում եմ, այդ նույնն է, ոնց որ այսօր վեր կանաք, այսօր որոշեք ատամները մաքրեք, լվացվեք կամ լողանաք ու տենց մի ամիս ոչինչ չանեք, այդպես չի լինում։ Ես սկզբից էլ ասացի, որ մեր օրգանիզմը ինքնամաքրվող համակարգ է եւ դա պետք է ամեն օր տեղի ունենա, որովհետեւ մենք ամեն օր ենք ուտում, մենք ամեն օր ենք շնչում այս օդը եւ այդ ամեն ինչի հետ մեր օրգանիզմը թափանցում են ինչ-որ վատ նյութեր։ Մաքրել անհրաժեշտ է ամեն օր։ Ուղղակի 21 օրը դա մի հատ sense խթան է, մեկնարկ, որ Իսկ եթե ես ճիշտ եմ հասկանում, Սոնա ջան, այս ծրագիրը ինքը հիանալի միջոց է սկսել փոխել եւ սննդակարգը եւ օրակարգը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ ուզում են իրենց կենսակերպը փոխեն, հա, ես ճիշտ եմ հասկանում, որ հենց այս ծրագրից սկսելը դա ամենաճիշտ մոտեցումն է։ Միանշանակ ես դրա այդ լիովին համաձայն եմ, անկախ նրանից մարդը ինչ խնդիր է ուզում լուծել։ Ուղղակի առողջ ապրելակերպ վարել, մի քիչ ավելի էներգիա ունենալ, միգուցե քաշի հետ կապված խնդիր, թե ավելի թե ամենաշատ հանդիպողն է լինելու քաշի հետ կապված։ Շատ այսօր, թե ավել քաշ, թե պակաս քաշ, մարսողական խնդիրներ շատ։ Ես ուզում եմ որ մարսողության մասին մի քիչ էլ խոսենք, որտեվ ես համենայն դեպս ում հետ որ շփվում եմ հաճախորդներից, մեր դες շատ հաճախորդներ կան, բոլորը անխտիր մարսողության հետ կապված ինչ որ
Այսպես թե այնպես ինչ-որ հարցեր խնդիր ունեն։ ունեն։ Մեկը ուտում է մի քիչ լավ չի մարսում, մյուսը ուտում է մի տեսակ sense վկնած վիճակ է զգում եւ այլն։ Հիմա sense շատ չխորանանք, այդ մարդկա ասենք մի քիչ ամեն օր նորմալ չի աշխատում, արդյոք սա նաև հնարավորություն է նման մարդկանց համար էլ սկսել կարգավորել եւ գնալ դեպի ավելի լավ մարսողություն։ Սա ուղղակի այդ մարդկանց համար ես կասեի հիանալի հնարավորություն է, որ այսպիսի մեղմ ձևով եւ համեղ ձևով սկսել կարգավորել նաեւ մարսողությունը, որովհետեւ մենք երբ սկսում ենք աշխատել, այնպես չի որ մարդը վերցրեց գնաց վсё խմեց ու մենք մոռացանք իր մասին, ոչ իհարկե։ Նախ այդ մարդիկ մեծ մասամբ այսօր որ ունեն տենց խնդիրներ, ջուր խմող չեն։ Շատ-շատերը, հա, սխալ սննդակարգ ունեն, բավարար բջջանյութ չեն օգտագործում, այդտեղից է սկսվում են այդ խնդիրները, եւ սա լավ հնարավորություն է նախ օրը սկսել ջրով, սովորել ջուր խմել։ Այն մարդիկ, որ չեն կարողանում, ես եմ եղել այդպեսին, անկեղծ ասած, սիրտ խառնոց էր սկսում ջուր էի փորձում, սովորական ջուրը։ Ինձ այս մթերքները օգնել են, որ ես սովորեմ ջուր խմել։ Այդ մարդկանց համար դա մեծ օգնություն է նախորը սկսել ջրից, մաքրել աղեստամոքսային տրակտը, վերականգնել ալոեն, գիտեք, բույսը նաև վերականգնում է լորձաթաղանթը մեր աղեստամոքսային տրակտի ներսից եւ այս երկուս իրար հետ եթե օրինակ փորկապություն գոյություն ունի, հա, այսպես դա կա այդ փաստը, օգնում է, որպեսզի սկսի գործել ամեն ինչը ավելի ճիշտ, ավելի լավ։ Եվ իհարկե մենք ընթացքում նաև կարգավորում ենք տվյալ մարդու հետ իր օրվա ջրի ռեժիմը մնացած, սննդի ռեժիմը եւ հիանալի արդյունքներ ենք ստեղից թվում է կարեւոր է որ մենք նաեւ շեշտենք որ այս ամեն ինչը դեղորայք չի, այսինքն սա եթե մարդը ունի առողջական լուրջ խնդիրներ այս ամեն ինչը աջակցություն է, բայց ոչ բուժում, այսինքն նման մարդիկ պետք է միևնույնն է գնան եւ դիմեն իրենց բուժող բժիշկի։ Եթե մարդը ունի խնդիրներ աղեստամոքսային տրակտի հետ կապված սուր վիճակ, չգիտեմ, գիտի որ խոց ունի օրինակի համար եւ այլն, բնական է այդ մարդիկ պետք է դիմեն բժշկի, ստանան համապատասխան բուժ օգնություն, բուժում, դրանից հետո արդեն մենք կարող ենք օգնել, որպեսզի մարդը էլ ավելի լավ արդյունքներ ունենա։ Այո։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ արդեն ակտիվ ապրելակերպ են վարում, սպորտով են զբաղվում, հետևում են իրանց, սնունդին են հետևում, իրանց էսի պետք է թե չէ։ Միանշանակ։ Ես մի բան շեշտեմ, որ այս ծրագիրը, մեր մթերքները իրանք հենց այդ տեսակի մարդկանց համար են առաջի հերթին, որ եթե մարդը դեռ չունի խնդիր, այնքը սկսի իրան հետևել, ուզում է էլ չունենալ, որ երկար տարիների առողջ, առույգ կյանք ունենա, հա, առողջ ապրելակերպ վարի ունենա լավ արտաքին տեսք, իր քաշի մեջ էներգիա շատ ունենա, այդ մարդկանց համար է։ Իհարկե արդեն երբ որ կա խնդիր, մարդիկ ստիպված գնում են բժշկի, դեղորայք, բուժում, իրանց համար էլ է այս մթերքը, պարզապես ես հորդորում եմ, որ անկախ տարիքից, անկախ սեռից, զբաղվածությունից մարդը այսօր սկսի առողջ ապրելակերպ վարել, հետևել իր սննդակարգին, որ չունենա խնդիրներ հետագայում, որտեվ կներես այսպես թե այնպես կապ չունի արդեն տարիքը, եթե մարդը երիտասարդ տարիքից չի հետևում, սխալ ապրելակերպ ունի, դեֆիցիտ է ստեղծում սննդային նյութերի, մի օր խնդիր ունենալու է հաստատ։ Ուրեմն ես հստակ գիտեմ, որ այդ ոչ առողջ ապրելակերպը, հա, ոչ առողջ սննդակարգը, դա նույնպես սովորություն է, որտեղ տարիների ընթացքում ձևավորված մարդկանց մոտ եւ մարդիկ ուղղակի մի օր չեն արթնանում ու փոխում այդ ամեն ինչը, դա շատ դժվար է, ուստեղ արդեն պետք են նաեւ սննդի խորհրդատուները։ Ես գտնում եմ, որ եթե մեզ դիտողների մեջ կան մարդիկ, ովքեր ուզում են սկսել այդ քայլեր անեն, իրանց պետքա բացի նրանից, որ աջակցել օրգանիզմին, նաև բռնել խորհրդատուի ձեռքը ու միասին այդ ճանապարհով քայլել։ Որպեսզի դա տեղի ունենա, մենք որոշել ենք մի հատ լավ նվեր անել բոլոր այն մարդկանց, ովքեր որ կմիանան 21 օրյա մասողության աջակցման ծրագրին, մենք նաև նվեր կտանք այս փաթեթի հետ 3 անվճար այցելություն առողջ ապրելակերպի ակումբ, որտեղ դուք կստանաք համապատասխան
խորհրդատվություն, կանցնեք օրգանիզմի բաղադրության այսպիսի տեստավորում գոյություն ունի, բիոիմպեդանս սկանավորում, այդպես է կոչվում, այդ ամեն ինչը նվերի մեջ է եւ 3 օր դուք կունենաք ակումբ այցելելու հնարավորություն, որը ձեր համար շատ-շատ ինֆորմատիվ կլինի եւ դուք կկարողանաք այդ ամեն ինչի հիման վրա սկսել ձեր ճանապարհը դեպի ավելի առողջ, առույգ եւ հիանալի նվեր, ես կասեի։ Լավ, շնորհակալություն, որ կիսվեցիր այս ամեն ինչով։ Մեր սիրով։ Մեր դիտորդները մենք կթողնենք մեր կոնտակտային տվյալները, զանգահարեք, գրեք մեզ ու սկսեք ձեզանով զբաղվել։ Շնորհակալություն։ Խնդրեմ։